Ուրեմն հիմի խնդրում եմ շատ չծիծաղեք։ Երեք հերոստատեսյամբ Հովիկ Աբրահամյանը Եվրոպայի ժողովրդին ասում էր Եվրոպայի հայերին, որ Հայաստանի ազգային ժողովը ամեն ինչ անելու է, որպեսզի ուրեմն եվրոպական արժեքները բարձր պահի։ Չգիտեմ, ասում եմ լանք թե խնդանք, ով պիտի պահի, Հովիկ Աբրահամյանն ու ազգային ժողովը։ Իդեպ այդ հովիկներին էլի ես ով դառնում է պաշտոնյա, իր վերջի իքը փոխում են է դարձնում։ Սուրիկը Սուրեն է դառնում, Հովիկը Հովհանես է դառնում, իսկ այնց էլ նեղանում են։ Ես դրանցից շատերին անձնագրով իքեր գիտեի, էլի։ Հիմի ուզում եմ հիշեցնել, մի պատմություն կար, մեր գյուղում մի տղա կար, տարիքով մարդ իմ հորթայ, փոքր ժամանակ չգիտեմ ինչ արեց, նրան ասում էին լոբի։ Այդպես էլ մականունը լոբի էր մնացել։ Հետո արդեն սա իր ընտանիքով, արդեն 40-ից 50 տարեկան մարդ մի օր գալիս է, գյուղի մեծերից մեկը վայ ասում է լոբի ջան, ո՞նց ես։ Սա էլ թե այ իշխան քերի ամոթ չի, արդեն մեծ մարդ եմ դարել եմ, վաղ պուչուր էի լոբի էիք ասում։ Հիմի ինչ եք լոբի ասում։ Ես մեծ մարդ ասում է, եղավ մատաղ եմ, հիմի էլ իշա լոբի կասեմ։ Ես ուզում եմ հասկանալ այդ իքերը, որ փոխում են, մարդ են դառնում դրանով։ Էություններ եք փոխեք, եթե կա, մինչ հաջորդ բանախոսին խոսք տամ, նշումներ եմ արել, մեր երկրում իրոք բոլոր համակարգերը ձեռքից գնացել են և հավատացեք ինձ, պատճառը սոսկ անձերը չեն, դրա անունը Սերժ Սարգսյան կլինի, թե Սողոմոն Աբիսողոմյան, բացարձակ նշանակություն չունի, պատճառը գողությունն է, որ ընկած է իշխանության արմատում, գողանում են, իսկ գողը չի կարող որևէ լավ բան անել, չեն ընտրվում, կեղծում են, գնդակահարել են, սպանել են, հիմի մենք եկել ենք ասենք, հլա մեկ էլ փորձեք, գլուխներ հետ կջարդենք, արա։ Ուրեմն ամբողջ համակարգը պետական, քրքրված է, քանդված, դուք մի նայեք, հիմա տեսեք ինչ է կատարվում, ես միայն ոստիկանությունից մի քանի տվյալներ բերեմ, Գյումրի, քրեական հետախուզության բաժնի պետը իր տեղակալի հետ զբաղվել է բնակարանային գողությամբ, այդ մարդիկ հիմա դատվում են, գործ է գնում, Մարգար Օհանյան, որ վերջերս դուրս եկավ, ուրեմն միլիոնների յուրացում, կապ չունի, որ հետ վերադարձրեց, յուրացրել էր, ուրեմն կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյան զբաղվել էր ոչ ավել ոչ պակաս մարդկանց առևանգելով և դրամաշորտությամբ Հովհաննես Թամամյան տխրահարչակ զբաղվել էր սպանություն կոծկելով, ավելին ուրիշի վրա այդ սպանությունը գցելով, ուրիշն էր նստել, ահա այն համակարգը, որ ունեն մեր գողերը, եթե սա իշխանություն է, ասեք սա իշխանություն է, վերջերս պետ Ավտոտեսչյան երկու ոստիկան բռնաբարել են անչափահասին, ասելիք ունենք այլևս, էսա սրանց դեմքը, ինչքան ուզում են իրենց չլվացած հետույքները խաղացնեն եվրոպաների ու ռուսների առջև, էսա սրանց ունեցածը, մենք այսպիսի Հայաստան չենք տվել, մեր տղերքը եռաբլներում ես Հայաստանի համար չեն հանգչում, այնպես արեք, որ դուք էլ գերեզման ունենաք,